Հյուսիսկորեական հրթիռներով Ռուսաստանի հասցրած հարվածներն են Զապորոժիեում 6 մարդու կյանք խլել, ասել է Ուկրաինայի նախագահը ցավակցելով հայրենակիցներին։ Նա համոզված է, որ դաժան հարձակումը հաշվարկված է եղել այնպես, որ ծանր վնասներ կրեն քաղաքացիական ենթակառուցվածքները։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը վստահեցրել է իրենց թիրախում Զապորոժիեի պաշտպանական օբյեկտները տրանսպորտային և լոգիստիկ կենտրոններն են միայն եղել։ Ռուսական ուժերը վնասել են Զապորոժստալ մետալուրգիական կոմբինատը։ Ռուսական հրթիռները և անօդաչուներ են հասել նաև մայրաքաղաք Կիև։ Հրթիռների ընկնելուց հետո խոշոր հրդեհ է բռնկվել։ 4 մարդ է վիրավորվել Սլավյանսկում ռուսական անօդաչուների հարվածից։ Ըստ քաղաքային իշխանության կենտրոնական շուկան է եղել ռուսների թիրախում։ Ուկրաինական Դնեպրոպետրովսկ մարզի 5 շրջանների վրա են հարձակվել ռուսական անօդաչուները։ Ըստ ուկրաինական աղբյուրների 47-ամյա մի տղամարդ է մահացել։ 7-ամյա վիրավոր աղջնակին ժամանակին հասցրել են հիվանդանոց, կյանքը փրկվել է։ Մի անչափահաս զոհվել է Կրիվորսկի շրջանում, Կամերսկի շրջանում 2 մարդ վիրավորվել է։ Ուկրաինայի հարձակումներն էլ ինտենսիվ են եղել։ Վերջին 24 ժամում ուկրաինացիներն ավելի քան 200 դրոն են արձակել Մոսկվայի մարզի ուղղությամբ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հաջողությամբ խոցել են դրանց մեծ մասը։ Բելգորոդում Կիրակի անօդաչուների հարձակումից ողջ մնացած մարդիկ դեռ բուժվում են հիվանդանոցում, նրանք հրաշքով են փրկվել։ Մեր երկսենյականոց բնակարանը հարվածի թիրախում էր, տան 3 դռները պոկվեցին, հարվածի ալիքը ամուսնուս մի սենյակից մյուսն էր գցում, ես դռների տակ էի մնացել, չեմ էլ հասկանում ինչպես ողջ մնացի։ Վերադարձա ծովից, մտա քաղաք, ոչինչ չէր հուշում վտանգի մասին։ 2 րոպեից տուն պետք է հասնեինք, դրամատիկական թատրոնի մոտ էի։ Լսեցի դզ, արթնացա, երբ արյան մեջ էի, հասկացա, որ մեքենաս այրվում է և պետք է արագ դուրս թռչեմ։ Ժամը 12-ին դուրս եկա աշխատանքից, 15 րոպեից շենքի մոտ էի։ Տղաները կանգնած էին բակում, ամեն ինչ նորմալ էր։ Վայրկյաններ հետո հազիվ դուրս թռա մեքենայից։ Տղաներն օգնեցին։ Այս հատվածս վնասված է, ոսկորը կոտրված է, ողնաշարս վնասվել է։ Մեքենայից ոչինչ չի մնացել։ Ուկրաինայի զինուժը Վորոնեժում հարվածել է Վայլդբերիզի խոշորագույն պահեստներից մեկին։ Այդ մարզում մի տղամարդ է մահացել ԱԹՍ-ի հարվածից, ևս 2-ը վիրավոր են։ Անօդաչուների հարձակման է ենթարկվել Օրենբուրգի արդյունաբերական ձեռնարկություններից մեկը, հրդեհ է բռնկվել, բարեբախտաբար տուժածներ չկան։ Գանե Մովսիսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։